Երեկվա որոշումը բազմաթիվ հարցերի տեղից է տվել։ Նախ արդյոք Վիոլան, երբ որ նման որոշում է կայացրել, քննարկել է կոմիտեի հետ գրաֆիկի փոփոխությունը։ Դուք տեղյակ եք եղել ինչ հայտարարություն տարածել։ Մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Իսկ այդպես լինում է, որ ձեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցված գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Բայց ինչպես է գնահատում դա։ Դե տեսակ ինչ որոշում կայացվեց։ Այսինքն այն հիմնավորումները, որ ներկայացրել էր Վիոլան, այդ որոշումը կայացնելիս չունեին հիմքեր, այսինքն պաուստային այդ ջրային ռեսուրսների հետ կապված տվյալները եւ կորուստները, որ իրենք ասում են, դուք չեք տալիս իրանց, որ իրենք որոշում կայացնեն կամ չկայացնեն։ Երկու տարբեր բաների մասին ենք հիմա խոսում, տեսեք։ Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն Վեոլյան չի խափում։ Վեոլյանն ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է. այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի եւ մարզից մարզ Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու։ Մի հատ ավարտեմ, կներեք ավարտեմ։ Չէ, հակասություն ասեք։ Կարելի է ավարտեմ։ Հա, պարոն Ղալանքարյան, էլի ավարտեք, բայց եթե ճիշտ է ասում, Վիոլա ջուրը եթե ճիշտ է ասում, ինչպես է ստացվում, որ ձեր ասածը միջամտություն է եղել, եթե ճիշտ է մարդը։ Թույլ կտակ ավարտեմ։ Շնորհակալություն։ Հիմա նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժոտաժ չի եղել։ Այսինքն ընդամենը 3 հասցե է ավելացել։ 3 հասցեի փոփոխություն է եղել։ Որ հասցեներ։ Մենք հիմա բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործում են, բայց մի բան հստակ է։ Վեոլյան ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը Վեոլյայի հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ։ Այսինքն ժամերի փոփոխություն լինի, ռեժիմների փոփոխություն լինի, տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Այսինքն մեկ այդ որոշումը կայացվելու է։ Հիմա դուք թույլ տվեք ես ավարտեմ։ Տեսեք, կառավարությունը իր կողմից 3 եւս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու եւ քայլերը ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան։ Նաև մենք այդ պլանները ունենք։ Երևանապահ հունիսի 7-ից հետո էլ է այդպես լինելու տրամաբանությունը։ Այսպես դες ասեմ, ծրագիր ունենք, որի գաղափարը հղացել են 3 տարի առաջ։ Ու իմ նշանակումից հետո մենք այդ ուղղությամբ շատ ռեալ, կոնկրետ քայլեր ենք արել, հիմա չեմ ուզում հայտարարել, թող լինի կհայտարարենք, փոփոխությունը որն է, տարբերությունը որն է, որ հաշվի առնելով խնդրի զգայունությունը, կառավարությունը փորձում է օգնել Վեոլյային, օգնենք ինքներս մեզ, քաղաքացիներին, ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալ։ Ինչ ենք անելու դրա համար։ Ներդրումային ծրագրերը, որոնց մասին քիչ առաջ նաև ես խոսեցի հանձնաժողովի նիստում, այդ ներդրումային ծրագրերն ենք անելու կապիտալ աշխատանքները, ենթակառուցվածքների արդիականացման, թարմացման, նոր ջրաղբյուրներ ենք բերելու եւ նաև կարգավորումներում անելու ենք որոշակի փոփոխություններ, որոնք բերելու են ռեժիմի փոփոխության։ 2 շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք կաշխատենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Վեոլյա ջուր ընկերության գործընկերների հետ եւ արդյունքների մասին 18-ից մինչեւ հիմա ինչքան ներդրում է արվել, պարոն Ղալանքարյան։ Շարունակվելու է Վիոլյա ջուրի 17 ժամվա ռեժիմը, որի մասին խոսել ենք։ Մտահոգություն ամեն ինչը փոփոխություններ է այն հասցեներում հասկացած եք հարցը, այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում։ Ես դա ձեզ Բայց ամեն դեպքում ջրանջատում լինելու է։ Դուք շատ կարևոր բան եք ասում, շատ կարևոր հարց եք տալիս, իսկ միթե անցյալ տարի չի եղել։ Իսկ նախ իհարկե եղել է։ Չէ, ձեր հասցեում կարող է չի եղել։ Ես նկատի ունեմ։ Ժողովուրդ ջան, եկեք հերթով։ Նայեք,
Ինչ է տեղի ունենում ամառվա պիկ սեզոնին։ Ջրամատակարարման առումով ինչու Երևանին ջուրը չի բավարարում։ Եկեք դուք ասեք։ Այդ պարզ հարցերը մենք մեզ տանք։ Մի քանի պարզ հարց առաջարկեմ, թող մեր քաղաքացիները թող մեր քաղաքացիները իրենք այդ հարցը տան, մենք էլ մեզ այդ հարցը տանք։ Օրինակ, միթե Veolia ընկերության, շահույթ հետապնդող ընկերության շահերից չի բխում ավելի շատ ջուր մատակարարել եւ ունենալ ավելի մեծ հասույթ, ունենալ ավելի մեծ շահույթ։ Իհարկե, մասնավոր ընկերություն է, որի շահերից դա բխում է։ Այսինքն, եթե Veolia-ն ջուր ունենա, ժողովուրդ ջան, այդ ջուրը կմատակարարի։ Թույլ տվեք։ Ես քիչ առաջ դա նշեցի ինչ է անում, ես քիչ առաջ դա նշեցի։ Կորուստները ինչքան են կազմում, պարոն Ղալամքարյան, կոնկրետ ինչքան են կազմում եւ որ ուղղություններով։ Որ ուղղություններով չեմ կարող ասել, միջինացված թիվ կարող եմ ասել, եթե չեմ սխալվում 45%։ Տարեկան 45%։ Հա, բայց տեսեք, ինչ է տեղի ունենում ամառվա ամիսներին։ Դե հարցը տվեցիք, սպասեք պատասխանեմ, էլի։ Ինչ է տեղի ունենում։ Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով։ Դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար շոկ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա մի երևույթ է, որը նաև սրվել է կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք այսօր Երևանում ունենք վերջին 5-6 տարվա կտրվածով 24% ջրի նվազում, հենց ջրաղբյուրներում, պատկերացրեցիք, չէ՞։ Միևնույն ժամանակ, սպասեք ավարտեմ, միևնույն ժամանակ ինչ ունենք Երևանում։ Երևանում ունենք նոր տնտեսվարողներ, տնտեսությունը աճում է, նոր տնտեսվարողներ ունենք կառուցապատման ահռելի բարձր տեմպ, ճիշտ է, ունենք նոր բաժանորդների շատ մեծ քանակ, 600 նոր բաժանորդ ունեցել ենք 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ ունեցել են 2025 թվականին։ Շրջան, բնությունը պիտի հաշվարկի։ Բնությունը մենք այդ ջուրը չենք կարող, չէ, հորինել։ Նվազեցնելու համակարգային ինչ լուծումներ եք անելու եւ ինչու միջև հիմա չի արվել։ Այս հիմայից հիմնավորումները դուք միջամտել եք եւ ասում եք մի վարքյան այս հարցին պատասխանեմ, հա, եթե կարելի է։ Չէ, բայց դուք հիմա թվացում եք մի բան, որը Veolia-ն ներկայացրել է, բայց դուք միջամտել եք, որ դա չիրականացվի։ Չէ, ես ասում եմ Կառավարությունը հերոսաբար նախընտրական շրջանում փորձում է խնդրի լուծում տա։ Լավ, եկեք մի հատ ձեր հարցը մի պաուզայի վրա դնենք։ Տեսեք, ես ասում եմ ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնք որ հայտարարեց Veolia-ն։ Լինելու են ավելի լավարկված, բարելաված ռեժիմներով։ 2 շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք դա կապահովենք։